Ինչի մասին է լինելու այսօր դասախոսությունը, ինչ կտա դա հանդիսատեսին։ Դասախոսությունը նվիրված է նամակագրությանը, որոնք վարել են Վիլժուիֆի հոգեբուժները, բժիշկները, ովքեր որ զբաղվել են Կոմիտաս վարդապետի առողջությամբ, եւ Կոմիտասի խնամատար հանձնաժողովի անդամները իրար միջև նամակներ են գրել, պատմել են Կոմիտասի մասին, հարցեր են տվել, ներկայացրել են նրա վիճակը եւ այս նամակները շատ կարեւոր վավերագրական նյութեր են, որոնք կարող են լույս սփռել Կոմիտասի կենսագրության վերջին շրջանի վրա։ Իսկ կնշեք ինչով կարևոր կլինի նաև հանդիսատեսի համար դասախոսությունը։ Կարևոր կլինի այն մարդկանց համար, ում որ հետաքրքրում է Կոմիտասի կյանքի այդ շրջանը, իսկ փորձը ցույց է տալիս, որ շատ է հետաքրքրում, մեծ մասը հարցերի հենց գալիս են Կոմիտասի կյանքի այդ շրջանի մասին, նրա հիվանդության մասին եւ այլ տվյալների, որոնք այդ ժամանակին են վերաբերում։ Իսկ դուք որպես մասնագետ ինչպես կգնահատեք այդ հարցը, այսինքն Կոմիտասի կյանքի վերջին դրվագների մասին արդյոք շատ է ինֆորմացիան կամ ուսումնասիրությունները։ Ուսումնասիրություններ կան, դրանք ես այսօր կներկայացնեմ եւ ուշադրություն շատ կա, այսինքն ժամանակակիցների հուշերը կան, բայց կան շատ անհասկանալի կնճռոտ հարցեր, որոնք մինչեւ հիմա դեռ կարոտ են ուսումնասիրության եւ պիտի փորձենք լույս սփռել այդ հարցերին, որ կարողանանք հետո այդ հարցերը բացահայտել։ Ժամանակ եք գտել եւ եկել եք ծանոթանալու այս թեմային, որը վաղուց հասունանում էր մասնագիտական գործունեության մեջ եւ որը խթանվեց անցած տարվա ընթացքում, երբ որ Կոմիտասի թանգարանի ինստիտուտը նախաձեռնեց Կոմիտասի բարեկամ երգչուհի Մարգարիտ Բաբայանի նվիրված ցուցադրությունը։ Այս ցուցադրությունը շատ մեծ հետաքրքրությամբ եւ ոգևորությամբ պատրաստել եւ ուսումնասիրելով արխիվային փաստաթղթերը, նամակագրությունը եւ այլն, տեսանք, որ Մարգարիտ Բաբայանը շատ կարեւոր, եթե չասենք, առաջնային դեր է կատարել Կոմիտաս վարդապետի կենսագրության մեջ, մասնավորապես վերջին շրջանը։ Կոմիտաս վարդապետի կյանքի վերջին շրջանը ամենաբարձրն է եւ կարելի է ասել ամենաշատն է ենթակա հետագա ուսումնասիրությունների։ Տարիներ շարունակ նվիրյալ մարդիկ ուսումնասիրել են նրա կենսագրությունը, վերլուծել են նրա աշխատանքը, ներկայացրել են եւ միշտ, երբ որ հասնում ենք վերջին շրջանին, հաճախ եզրափակվում ենք ընդհանուր նախադասություններով, այսպես եզրափակիչ հատվածներով, որովհետև մտնում ենք մի այլ գիտության ոլորտ, հա? Մարդիկ եղել են, ովքեր որ զբաղվել են այս հարցով։ Ես ձեզ ներկայացնում եմ 3 աշխատություն, որոնք գրվել են տարբեր ժամանակներում, նրանցից առաջինը գրել է հոգեբուժ Լուիզ Հովհաննիսյանը, որը բնակվում էր Ֆրանսիայում եւ առաջիններից էր եղել, որ կարողացել է ձեռք բերել այդ արխիվները շատ դժվարությամբ։ Նա նույնիսկ նկարագրում էր, որ Վիլժուիֆից սկզբում ասել էին, որ այո, շատ են հետաքրքրվում, բայց այսպիսի փաստաթղթեր մենք առհասարակ չունենք եւ շատ մեծ դժվարություններ է ունեցել թղթերը ստանալու գործում, մինչեւ որ դիմել է ամենայն հայոց կաթողիկոսի եւ նրա միջնորդությամբ միայն կարողացել է ստանալ այդ փաստաթղթերը։ Կամ գուցե դիագնոզը, ինչպես կասենք։ Հայտնի է, որ հոգեբուժությունը, հոգեբանությունը շատ արագ զարգացում է ապրել 20-րդ դարի ընթացքում եւ շատ են փոխվել նրա մոտեցումները դարի սկզբից մինչեւ հիմա եւ դեռ շարունակվում է փոփոխվել։ Եվ այսպես մինչև հոգեբուժարան գնալը ես կուզեի մի փոքրիկ այսպես անցում կատարել, մինչև որ հասնենք բում նամակներին, որովհետև մինչև իմ դասախոսությունը պատրաստելը ես հարցում արեցի մարդկանց շրջանակում, ինչ գիտեն, ինչ չգիտեն, ինչ է իրենց հետաքրքրում, ինչ կուզեին ավելի մանրամասն իմանալ, եւ ելնելով մարդկանց պատասխաններից ես փորձեցի կազմել իմ այսօրվա զրույցը դասախոսությունը ձեզ հետ։ Ուրեմն մինչև հոգեբուժարանը ինչ գիտենք։ Գիտենք, որ 1915 թվականի մայիսի 11-ին ըստ որոշ փաստաթղթերի փաստորեն 2 շաբաթ աքսորից հետո վերադառնում է Կոստանդնուպոլիս եւս 7 մտավորականների հետ եւ ըստ հուշագրության արդեն իսկ որոշակի շեղումներ են լինում նրա պահվածքի մեջ, բայց նա շարունակում է աշխատել
նույնիսկ վերադառնում է դասահանդման իր գործին եւ նորահայտ նյութեր են եղել, որ հենց այդ ժամանակ նրա բարեկամները փորձել են նրան հանել պոլսական միջավայրից։ Կոմիտասագետ Լուսինե Սահակյանի հոդվածներից մեկում, որը վերջերս է լույս տեսել, ինձ համար նորություն էր եւ ես տեսա հաստատողներ, որ անգամ Իսպանիա են փորձել տեղափոխել եւ Իսպանիայի թագավորին են դիմել, որի միջնորդությամբ դիմել են թուրքական կառավարությանը, սակայն ապարդյուն։ Իրենք ասել են, որ ինչի համար որ դուք եք ուզում տանել Կոմիտասին որպես լավ երաժիշտ, դրա համար մենք ենք ուզում իրեն պահել մեր միջավայրում։